Բայց այսօր բերեք այս մի կիրակինը աշխատանքից կտրվել ենք աշխատանքային հարցեր չտամ, տամ եկեղեցու հետ կապված հարցեր յուրաքանչյուր հարց կարող եք տալ, խնդիր չկա, ուղղակի ես մի կիրակին բոլորին էլ նոր մեր գործընկերներին էլ խորհուրդ տվեցի այս մի կիրակին նվիրել Աստծուն, գալ հաղորդություն ստանալ, ինքնամաքրվել, մեղայ Աստծու ասել ու խոսել Աստծու հետ։ Դուք այս եկեղեցու հենց այն վայրն է, որտեղ կարելի է խոսել եւ ուղիղ կապով խոսել Աստծու հետ, հոգու կապով։ Դուք այս եկեղեցու տեղը գիտեիք։ Իհարկե գիտեի։ Երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ եկել էի նախանցած տարի, այս գյուղում մեծ միջոցառում կար, գինու փառատոն էր, Հարիսայի, ես ինքս էլ ներկա եմ եղել եւ մարզպետի ուղեկցությամբ եկել ենք, այցելել ենք եկեղեցի, մոմավառություն ենք արել, առ Աստված մեր աղոթքն ենք արել եւ դուրս ենք եկել։ Պարոն Գյուլնազյան, դուք Արմավիրի մարզից եք, չէ՞։ Իհարկե, Արմավիրի մարզի Փարաքար համայնքից եք։ Տեսեք, արմավիրցիները առանձնահատուկ վերաբերմունք ունեն, հա, Մայրաթոռի եկեղեցու նկատմամբ։ Դուք կիսում եք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, մասնավորապես հոգևորականների հետ կապված։ Կիսում եմ, այո, եւ ես անցած անգամ մեր գործընկերներին տված իմ հարցազրույցում եւս նշեցի, որ այո, եկեղեցու ծառաները, եկեղեցու մեր հոգևոր հովիվները պետք է լինեն այն մարդիկ, ովքեր իրենց առաքելությունը միմիայն մեզ Աստծո խոսքը տալն է, Աստծո խոսքը ծանոթացնելն է եւ միաբանել եւ իրենք էլ մեր մեջ միաբանվել։ Շնորհակալ եմ ձեզանից, լավ օր եմ մաղթում ձեզ։ Հիմա գիտեք, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել, հոգևորականներին էլ կանչել էի քննչական կոմիտե, հետաքրքիր է, դուք տեղյակ եք ինչ է կատարվում, ինչ պետք է լինի։ Օրինակ վեհափառ Հայրապետին ասում են, որ պետք է հեռանա, ինքն էլ չի հեռանում, ասում են ես հավերժ եմ այս գահին։ Ինչ միջոցով է հնարավոր։ Ճիշտ ասած, այդ իրավաբանական անցումներին, իրավաբանական կետերին չեմ տիրապետում, բայց նորից եմ ասում, ըստ իս եկեղեցում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր մեզ միաբանեն եւ իրանք էլ միաբանվեն։ Ու բացի մեզ Աստծո խոսքը տալուց ուրիշ ոչնչով չզբաղվեն։ Շնորհակալություն, եղանակը ո՞րն է վեհափառին վեհարանից հեռացնելու, երբ որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի կողքին եմ ես միշտ առհավետ, ինչպես եք պատկերացնում վեհափառին եկեղեցուց վեհարանից հեռացնելու գործընթացը, ինչ պետք է լինի։ Ինձ թվում է բոլորն էլ մի օր կհասկանան, որ այո ժողովրդի պահանջը պետքա կատարվի ու ժողովրդին նորից եմ կրկնում պետք է այնպիսի առաջնորդ, այնպիսի հոգևոր առաջնորդ, որ բացի հոգևոր սնունդ եւ Աստծո խոսքը փոխանցելուց ուրիշ ոչնչով չի զբաղվում։ Դուք եք ԿՊՆ ժողովուրդ։ Ես եմ, դուք եք, այս ես այդպիսի պահանջ չեմ ներկայացրել։ Իմ առաջ այդպիսի պահանջ չեմ ներկայացրել։ Այն ժողովրդի, ովքեր ունեն հոգևոր սննդի, հոգևոր խորհրդի եւ Աստծո խոսքը լսելու կարիք։ Շնորհակալություն ձեզ, ես հարցազրույց տվեցի, խնդրում եմ թույլ տաք գնամ իմ մեքենան, գնամ իմ ընտանիքին։